Բարի երեկո սիրելի ունգընտիրներ եւ ագընտիրներ, կողջունենք ձեզ դարձյալ Մեծիդանն Գիլիգիո Կաթողիկոսության քրիստոնեական դաստիարակության բաժանմունքին գոմե գազմագերբած հավատք եւ կյանք հայդակիրով համագործակցությամբ Վանացայինի հայկական ռադիոգայանին։ Վստահ եմ, որ երկար սպասված այս հայդակիրը մոտավորապես 2 ամիսներ է իվեր երկրի անապահովության պատճառով է որ կանգնեցուցած էինք, բայց Աստուծո հրամանով իդ կսկսենք։ Այսօր Վանացայինի ստուդիոյեն ներս ուրախությամբ գհյուրընկալ ենք Մեծիդանն Գիլիգիո Կաթողիկոսության երիտասարդ միապաններեն դեղեկատվական բաժանմունքի վարիչ հոգեշնոր Դերհովագին Վարդապետ Բանջարջյանը, որ պիտի խոսի եկեղեցին ներկա ընկերության մեջ խորակրով։ Աստվածօգնական եւ բարի երեկո եղբայր։ Եվ աստվածօգնական բարի երեկո բոլոր ընկերներուն ալ։ Սկսելով մեր օրվան նյութը որպես խորակիր ունենալով եկեղեցին ներկա ընկերության մեջ։ Նախ ինչ կհասկանանք եկեղեցի ասելով։ Ինչ է եկեղեցին, ով է եկեղեցին։ Եկեղեցի ասելով ընդհանրապես մենք կհասկանանք այսօրվա հասկացողությամբ, այսօրվան մտայնությամբ Բարզ կարեղեն գարույցը, շենքը, բայց ինքը հիմնականի մեջ բնականաբար եկեղեցին ավելի ընդարձակ հասկացողություն ունի, մի քանի ըմբռնումներ ունի, մի քանի հասկացողություններ ունի եւ բնականաբար հիմնականին մեջ մեր բադասխանը եւ մեր սկզբունքները, մեր ուսուցումները հիմնված կլան Աստվածաշունչին վրա եւ նոր գդագարանին բարակային բնականաբար ավետարաններուն վրա եւ արաքելական նամակներուն վրա այս բարակային եկեղեցի հասկացողությունը առաջին հերթին երբ գնայինք ավետարանին եւ Աստվածաշունչին Բողոս Արաքյալի բացատրությամբ Բողոս Արաքյալը բացատրե որ եկեղեցի կնշանակե հավատացյալներու համայնք եւ ինք կներկայացնե կամ կփնութակրե գծեվագերբե որպես մարդու մարմին գլուխը ունենալով Քրիստոսը եւ անդամները մենք հավատացյալներս եւ մեկ ամբողջություն գազմելով Քրիստոս եւ հավատացյալներ եկեղեցին է որ կգազմենք եւ այդ առումով մեկ-երկու մեջբերումներով գուզեմ օրինակներ բերել թե ճիշտ ինչ ծևով է որ կփնութակրե Բողոս Արաքյալ Առաջին Գորընթացիներու 13-րդ գլխում մեջ Արաքյալը հետևյալը գսե Դուք թեպետ առանցին անդամներ եք, անհատներ եք այսինքն, բայց միասնաբար կգազմեք Քրիստոսի մարմինը։ Այդ մարմինին, այսինքն եկեղեցիին մեջ Աստված բազմաթիվ անդամներ գարկեց զանազան ծառայությանց համար։ Երկրորդ օրինակը Եփեսացիներու առաջին գլուխեն է, եւ գսե Արաքյալը եկեղեցին Քրիստոսի մարմինն է, ամբողջացումն է Քրիստոսի, որ կամբողջացնե ամեն ինչ, ամենտեղ։ Եվ վերջին օրինակը Գողոսացիներուն ուղած առաջին նամակի առաջին գլուխեն է Քրիստոսի ակնարկելով գսե ան է գլուխը մարմինին այսինքն եկեղեցին եւ ճիշտ այս պատճառով է որ մենք ընդհանրապես եկեղեցի երբ գսենք կբացատրենք Քրիստոսի խորհրդական մարմինը եզրով ամբողջ մարմինը կգազմե եկեղեցին գլուխ ունենալով Քրիստոսը եւ մնացած անդամները մենք հավատացյալներս հիմնականի մեջ եւ իրական եկեղեցի հասկացողությունը այս է հավատացյալներու համախմբում որովհետեւ ուրիշ դեր Բողոս Արաքյալի նամակներում մեջ կգարտանք մոտավորապես գաղափարը այս է Արաքյալը գսե այսինչ ընտանիքին դան մեջ հավաքված եկեղեցին ողջույններս փոխանցեցեք Հետևաբար այդ հավատացյալները որ համախմբված էին գրնա 20 հոգի լալ, գրնա 15 հոգի լալ, գրնա 35 հոգի լալ, ադի արդեն ինքնին եկեղեցի մներ։ Ուրիշ ընտանիքի մեջ, ուրիշ դան մեջ դարձյալ հավաքված են հոնալ եկեղեցի մներ։ Հետևաբար ամբողջությունն է հավատացյալներու, հավաքույթն է հավատացյալներու։ Երկրորդ հասկացողությունը եկեղեցին մեր հասկացողությամբ հիմա պիտի բացատրեմ։ Մեր հասկացողությամբ երբ ասենք եկեղեցին ըսավ, եկեղեցի կացի այսպես ասին, եկեղեցին հայդարարեց,
եկեղեցի կնշանակե հոգևորականությունը կամ եկեղեցվո իշխանությունը։ Երրորդ հասկացողությունը եկեղեցվո, որ ամեն մարդ չի գիտեր, հաղթական եկեղեցի եւ զինվորյալ եկեղեցի բացատրությունն է։ Հաղթական եկեղեցի կնշանակե այն սուրբերն են, որոնք արդեն մեկնած են այս աշխարհեն եւ Քրիստոսի մոտ են, հաղթական կգոչվին, որովհետեւ մեկնած են այս աշխարհեն Քրիստոսի մոտ կգտնվին, սուրբերու մասին է խոսքս, եւ արդեն հաղթած են այս աշխարհին։ Այս աշխարհի բادرազմը մղած են Բողոս Արաքյալին բարերով, բարի բادرազմը մղած են եւ հաղթելով մեկնած են այս աշխարհեն։ Հաղթական եկեղեցվո մաս կգազմեն նաեւ մեր բոլոր ննչեցյալները։ Ննչեցյալներն ալ հաղթական եկեղեցվո մաս կգազմեն այն իմաստով, որ անոնք եւս իրենց հավատքի բայկարը մղած են, Քրիստոսով հաղթած են այս աշխարհի ճարին եւ ճարերուն եւ ապա մեկնած են սպասելու համար միանալու Քրիստոսի։ Սա հաղթական եկեղեցի հասկացողությունն է, բացատրությունն է։ Իսկ զինվորյալ եկեղեցին մենք ենք։ Մենք, որ ներկա աշխարհի մեջ գաբրինք, դակավին ողջ, դակավին կենտանի, զինվորյալ եկեղեցին մաս կգազմենք։ Զինվորյալ, որովհետեւ մենք եկեղեցվո անդամ ենք, մենք եկեղեցվո որպես անդամ զինվորակրված ենք։ Եվ անշուշտ կսպասենք մենք ալ մեր բարի բادرազմը մղել, հաղթել եւ անցնել հաղթական եկեղեցվո շարքերուն։ Եվ վերջապես ինչպես խոսքիս սկիզբը ասի, եկեղեցի կնշանակե բարձ եկեղեցվո շենքը, եկեղեցվո քարեղեն գառույցը։ Այս է ընդհանուր առմամբ ինչ կնշանակե եկեղեցի, երբ կսենք, ասկանի մը բաները կան, որ հիմնականի մեջ կհասկանանք, սակայն փուն իմաստը, ճշմարիտ իմաստը ժողովրդի չէ, հավատացյալներու հավաքականությունն է։ Շատ բարի։ Վստահ եմ, որ հայ սուրբ երբ բացատրեցիք եկեղեցի հասկացողությունը, այդ եկեղեցին կամ եկեղեցիմը իր առաքելությունը ունենա, աշխատանքը, գործունեությունը։ Ինչ է եկեղեցվո առաքելությունը։ Դարձյալ ավետարանեն է, որ գկաղենք մեր պատասխանը, գառնենք մեր ամեն ինչի հոգևոր կյանքի, եկեղեցական կյանքի, ամեն ինչին պատասխանը ավետարանը Աստվածաշունչն է, որ գուտա մեզի։ Եկեղեցվո առաքելությունը մեկ է։ Մեկ առաքելություն ունի եկեղեցին, որ հաստատված է Քրիստոսի կողմէ։ Ավետարանչություն։ Քրիստոս նախքան համբարձումը իր աշակերտներուն ասավ. «Կացեք եւ բոլոր ժողովուրդները ինձի աշակերտ դարձուցեք, զանոնք մգրդեցեք Հորը, Որդիին եւ Սուրբ Հոգիին անունով, եւ ես ցեզի հետ պիտի լամ մինչեւ աշխարհի վախճանը»։ Այս բադվերը տվավ Քրիստոս իր աշակերտներուն ավետարանչություն, ավետարանել, քարոզել։ Եկեղեցվո առաքելությունը միայն ու միայն այս է Քրիստոսի կողմէ փոխանցված աշակերտներուն։ Սակայն դարձյալ ավետարանի մեջ կգտնենք, գործ առաքելոցին մեջ, որ ինչպես եկեղեցին գամած կսկսի գազմվել, գամած կսկսի ընդարձակվել, զարգանալ, ընդլայնել, մեծնալ, համայնքը կմեծնա, քրիստոնյաներուն թիվը կմեծնա, հետևաբար եկեղեցին առաքելությունն ալ փոխվելու սկսավ, չշեղեցավ իր առաքելութենեն, ավետարանչութենեն, սակայն ավետարանչության վրա եկան ավելնալու մույս բոլոր բարդականությունները, բարդավորությունները, եւ այդ բարդականություններն մեկը օրինակի համար սարգսակություններ, հացի մատակարարումներ, երբ որ հացի մատակարարման խնդիրը ցակեցավ, առաքյալները ասին մենք այս բաներով պիտի չսպաղենք, մենք ավետարանչությամբ պիտի սպաղենք, հետևաբար դուք ցեզի գազմագերբեցեք, ընդրեցեք, փերեք, օրհնենք եւ հացի մատակարարությամբ թող սարգսակները սպաղին եւ հոնգե է որ արդեն Սուրբ Ստեփանոս նախավգան սարգսակության խորհրդանիշը մեր մտքի մեջ ունենք եւ մինչեւ այսօր իբրև դիբար, իբրև օրինակ։ Եվ ադոր հիման վրա ժամանակի ընթացքին
եկեղեցու առաքելությունը սկսավ ընդլայնել, սկսավ ծաղկել եւ հասանք մինչեւ մեր օրերը անշուշտ եկեղեցի գսեմ եւ ընդհանուր եկեղեցու մասին գխոսիմ, բայց հատկապես ես հայ եկեղեցու մասին է որ գխոսիմ, հայ եկեղեցու գալով մեր օրերում մեր եկեղեցին հայ առաքելական եկեղեցու մասին ինչ է առաքելությունը այսօր ավետարանչութենեն բացի որ ադիգա հիմնականն է անշուշտ որ ադիգա գա դարբեր ծևերով նախնական ծևեն գրնապողված լալ ավետարանչությունը եկեղեցու այո բայց չի գրնար ամբողջությամբ անդեսած լալ եկեղեցին ավետարանչությունը որովհետև ադոր վրա հիմնված է իր առաքելությունը բնական է բայց ավետարանչութենեն անգախ այսօր եկեղեցին գփորձե քիչմը ամեն բանով սպաղիլ պայմաններու բերումով մանավանդ հայ ազգի հայոց պատմության պայմաններու բերումով եկեղեցու ուսերուն վրա բերծված է ազգին բարդականությունները որովհետև բոլորս գիտենք որ շատ մեծ պատմության մեծ մասը մենք իշխանություն չենք ունեցած, թակավորություն չենք ունեցած, պետություն չենք ունեցած եւ հետեւաբար այդ պայմաններում մեջ եկեղեցին ինքն է որ ստանցնած է ժողովրդին ամբողջական հոգատարությունը եւ քաղաքական եւ հոգեվոր եւ եկեղեցական եւ մշակութային եւ ընկերային եւ բարոյային ամեն առումով եկեղեցին ինքն է որ ստանցնած է եւ այսօրվան հասկացողությամբ եկեղեցին սպաղած է քրիստոնեական տասնյարակություն ճամփելով հայեցի գրթություն ընկերային ծառայություն գարիկավորներու օժանդակություն հայտադի պաշտպանություն արևմտահայերենի պաշտպանություն հայրենիքի արևմտահայերենի պաշտպանություն գսեմ որովհետև մենք սպյուրքայերուս մասին գխոսիմ Հայաստանի մեջ իր գարկին բայց երբ գխոսիմ մեծիդան անգելիկո գաթողիկոսության մասին հայ եկեղեցին այդ իմաստով է որ գահասկնամ գմբռնեմ հայտադի պաշտպանություն արևմտահայերենի պաշտպանություն հայրենիքի հզորացում, Հայաստանի հզորացում, դպրոցական գրթություն, երդասարտություն, հետևաբար եւ անշուշտ դակավին եւ երուն շարքը գավելնա, այս բոլորով է որ գփորձե սպաղիլ եկեղեցին, գփորձե բարի ես հադուգեն գոկուզեմ կորձածել, որովհետեւ չեմ գրնար հաստատել, որ ամբողջական բարդավորությունները եւ բարդականությունները լիոլի եկեղեցին գգադարե, բնականաբար աշխարհիկ կառույցենք եկեղեցին գրնա իր թերությունները ունենալ եւ ունի ադորամար գփորձե բարը գործածեմ գփորձե եկեղեցին այս բոլորով սպաղիլ իր գարելիության սահմաններուն չափ եւ նույնիսկ քիչմը անտին այս է ընդհանուր առմամբ եկեղեցու առաքելությունը ընդհանուր եկեղեցու եւ այսօրվա պայմաններու դրությամբ մեր եկեղեցու հայ եկեղեցու բարակային Շատ բարի այսօր հիմա քիչմը նյութը նկատի ունենալով որ եկեղեցին ներկա ընկերության մեջ հիմա քիչմը մեր այս հանդիպումը ոչ միայն այսպիսի հարցազրույց պիտելա այլ քննարկման նկատի ունենալով որ հարցումը պիտելա հետեւյալը ինչու ոմանք եկեղեցին հերու են եւ գամ գեհրանան պայման չէ խոսքս երդասարտուիներուն չէ ոմանք հասկացողությունը եկեղեցին հերանալու երևույթը հadoop մեր եկեղեցու չի վերապերիր բայց մենք ավելի խոշորացույցով գտիդենք զայն որովհետև մենք հայ ենք եւ մեր եկեղեցու սահմաններում մեջ է որ գտեսնենք բայց բաշտոնից ֆերումով երբ հաջախ վեհապար հայրաբեդին հետ ներգա գլամ ժողովներու եւ գլսեմ այդտեղ արձարծված նյութերը ագանչալուր գլամ բոլոր եկեղեցիներն ալգխոստովանին որ ժողովրդին եւ հատկապես երդասարտության հերացումը դիրական ներգայություն է իրենց եկեղեցիներեն ներս եւս սա դժբախտաբար համաշխարհային երևույթ մնե համաքրիստոնեական կարելի է ասել կամ համաեկեղեցական երևույթ մնե որ հավատացյալներ նախ հավատացյալներու թիվը աստիճանաբար գնվազին որպես քրիստոնյա եւ երկրորդ
քրիստոնյաներուն թիվը եկեղեցիներեն ներս աստիճանաբար նվազելու սկսած են եւ սա մարդահրավեր է բոլոր եկեղեցիներուն անխդիր դժբախտաբար ինչու գեհրանան գարդիտներս որ պիտի արտահայտեմ բնականաբար բացարձակ ճշմարտություններ չեն թերութեմ գարդիտներ գրնանը լալ վստահաբար բայց կգարձեմ առաջին եւ հիմնական պատճառը համաշխարհայնացումն է համաշխարհայնացում կնշանակե ամբողջ աշխարհի մշակույթները այսօր իբրև մեկ մշակույթ իրարու խառնված մեկը մույսին մեջ մտած երբեմն մույսին մշակույթը գմտնե մերինին մեջ եւ մենք գնգալենք իբրև մերը եւ բայց որովհետեւ մենք փոքր ասկենք հագարագը չի գրնարլալ ադոր համար հատկապես հայ եկեղեցու վարակային համաշխարհայնացման աս երևույթը մշակույթներու միախառնումը եւ մեկը մույսին մշակույթը այլևս չջանչնալը եւ չզանազանելը ադիգա հիմնական պատճառներն մեկն հիմնական պատճառն է եկեղեցիեն հերացումին եկեղեցիեն հայ եկեղեցվո մասին հիմա որ գխոսենք ժողովրդին եւ հատկապես երդասարդ դարին հերացումը շատ մզրույցներու ընթացքին որ վեհապար հայրաբետնալ ունեցած է երդասարտներու հետ բոլորնալ եւ իր հովավետական այցելություններու ընթացքին Ամերիկա, Կանադա կամ Միջին Արևելյան եվրոպական երկրներ բոլոր երդասարտական հանդիպումներուն հավաքներուն անխդիր առանց բացառության երդասարտները հարցը բարձրացուցած են լեզվի հարց բարձրացուցած են լեզուն որքանով գաստ է երդասարտին հերացման եկեղեցիեն կամ ժողովրդին ընդհանրապես հերացման կամ որքանով ճաստեր այդ դարբեր հարց այլևս ադի մեկնաբանության գարիք ունի մեկնաբանության վերլուծության խնդիր է բայց երևույթ է որ գրնա ազդել լեզվին գրապար ըլլալը անհասկանալի ըլլալը ժողովրդին մեծամասնության գրնա ազդել եկեղեցի եւ գրնա ազդել բաժարը լալ եկեղեցիեն հերանալուն ամենեն կարևոր բաժարները մեկը նաեւ հոգեվոր սնունդի մատակարարման բագասն է բնականաբար շատ ցանոթներ ունենք որոնք օդար եկեղեցիներ գերտան դժբախտաբար կամ բարեբախտաբարի մասին չէ խոսքս բայց ագանչալուր գլանք գլսենք այսինչ եկեղեցիի մեջ ինչպես կլա այդ ինչ եկեղեցիի մեջ ինչ կնեն հոգևոր սնունդը որ գա մույս եկեղեցիներում մեջ ըստ երևույթին դարբեր է հավանաբար այդտեղի հոգևորականները շատ ավելի գազմագերբված եւ շատ ավելի ուսյալ գրնանալալ այս բոլորը որ գսեմ որ քննարկումի նյութեր են բացարձակ ճշմարտություններ չեն հավանաբար այդտեղի եկեղեցվո ձեսին ծևն է որ գծկե ավելի կաշողականություն ունենա եւ թերևս ժողովրդին մասնակցությունը շատ ավելի է քան մեր եկեղեցիները ներս եւ այս հավանաբարներու շարքը կարելի է երկարել ուրիշ պատճառը հաղորդականություն ժողովուրդ եկեղեցական ժողովուրդ ժողովրդի մասնակցություն բادرակի այս բոլորը գրնան ազդել ժողովրդին հերու մնալեն եկեղեցվո կյանքեն հերու մնալու մեջ եկեղեցվո կյանքեն ես եթե դեռ մասնակցություն պիտի չունենամ ինչու պիտի երթամ ինչն էլու պիտի երթամ օդար եկեղեցիներ դեղական հռոմեական կաթոլիկ ավետարանական այս բոլոր եկեղեցիները դարբեր են մեր ուղղափառ եկեղեցվո մոդեցումեն եւ ձեսեն հոն մասնակցությունը գրնա ալալ ավելի ըլլա ժողովրդի մասնակցությունը երկերու բաժինը ավետարանի աստվածաշնչի ընթերցանության բաժինը եւ այլն սա ալ գրնա պատճառներն մեկը ըլլալ ինձ համար կգարձեմ նաեւ պատճառներն մեկն է բաշտոնականությունը մեր եկեղեցվո մեջ բաշտոնականություն մգա ձանրություն մգա լրջություն մգա ինչ որ ուրիշ եկեղեցիներ ավելի նվազ կտեսնենք թե հոգևորականին կողմ է թե որպես արարողություն թե որպես ձես
այդ պաշտոնականությունը, որ ամեն մարդ լուրջ պետք է գնա, բադարակ կլա որ մի խնդար, արչև նայիր, մի խոսիր կովինի դետ, կամ մոմ բռնողին, շդակ կեցիր, ժողովրդի մի նայր, յետև մի տարնար, այս բոլորը, որ կովի կբերենք եւ գնայինք եւ գտիդենք եւ գպախտատենք մույս եկեղեցիներուն հետ, մույս եկեղեցիները շատ ավելի բարձ են, մեկը գերտա մույսը գուկա, ոչ թե լրջության բագաս մգա բասասական առումով չեմ ասել որ երևույթի իմաստով գսեմ որ գրնալալ եկեղեցական արարողության ընթացքին ուրիշ եկեղեցիներու մեջ հոգեվորական սկսի խնդալ ժողովրդին հետ մեգումը բամը գփսփսա եւ այս բոլորն է որ գսեմ որ պաշտոնականություն մգա մեր եկեղեցու մեջ որ հավանաբար ժողովրդին մեկ կալ յետև բահաձե եւ հերու գբահե եկեղեցվո գյանքեն եւ այսօր որպես շարունակություն այսօրվան երդասարտները այլևս տասագանություն չեն սիրեր կլասիկ ամեն ինչ տասական պիտի լա կլասիկ պիտի լա ծեված չափված հիմա հոսպիտի երտաս քիչ ետ պիտի կաս ասկե քիչ մը հերու է գարձեմ այսօրվա երդասարտը ինքը գուզե ավելի ազատ լալ ավելի համարձակ լալ ուզածին բես երտա ուզած ադենը երտա ուզած ադենը կա հանկիստ պիտի սկա քիչ մը ադիգա դժվար է մեր եկեղեցու բարակային մեր մշակույթը չի ներեր մեր ձեսը չի ներեր այդ այսպես այդքան հանկիստին եւ հավանաբար այսին ասկանի մը նշած բաժարներս են անշուշտ բաժարները շատ են այո բայց այդ շատ բաժարներ են քանի մահադը միտքս եկած է եւ այդ է որ գրնալալ դարձյալ գսեմ գներեք եթե հաջող գրնալալ բարը գգրտնեմ բաժարները գրնալալ որ եկեղեցին հերու մնացած է եւ ընդհանրապես ժողովուրդը բայց մանավանդ երդասարտ խավը շատ բարի հետեւաբար այս խնդիրը միայն նոր սերունդին առնչված է թե հին սերունդն ալ իր աստեցությունը ունենա այս սերունդը ներողություն այս խնդիրը հիմնականի մեջ նախ որ ընդհանուր երևույթ է բայց հատկապես նոր սերունդին առնչված է ինչու նոր սերունդին որովհետև գտեսնենք այսօր եկեղեցիները լեցված գլան առավելաբար ավակ սերունդով երեք սերունդով է որ գլեցվի հոն խնդիր չունենք այդ բաժինի մեջ խնդիր չկա մեր խնդիրը երդասարտ եւ նոր սերունդին հետ առնչված է հիմնականը տաստիարագության մեջ գգայանա այնպես մը չէ որ հին սերունդը ավակ սերունդը չէ գրծած տաստիարագել լավաբես նոր սերունդը չէ տաստիարագությունը գա տաստիարագությունը դրված է սակայն համաշխարհայնացումը որ քիչ առաջ խոսեցանք ադիգա արկելք եղած է ձևով մը բադ մը հյուսված է որ այդ տաստիարագությունը աստեցություն ունենա եւ կորձի վերածվի նոր սերունդի ցանկի մեջ եւ այդ մեկը գշարունակվի որովհետեւ եթե այդ նոր սերունդի երդասարտները այդ տաստիարագությունը ստացած են իրենց մամաներեն բաբաներեն եւ համաշխարհայնացման պատճառով լավաբես չեն յուրացուցած աշխարհիկ պայմանները արիտ չեն դված չեն թույլատրած որ այդ տաստիարագությունը կորձնականացնեն իրենց կյանքի մեջ իրենց հաջորդող սերունդը իրենց զավակները շատ ավելի նվազ պիտի լա հաջորդ սերունդը շատ ավելի նվազ պիտի լա եւ արդեն քալիկ դարներու ընթացքին շատ ավելի վատ պայմաններու մեջ է որ պիտի երևինք հետեւաբար գկարձեմ որ այս երևույթը հատկապես երդասարտ սերունդին է որ գարանչվի շատ բարի կգարձեմ որ տատար պետք է առնենք որ մի յետ այս խոսածնից դերևս անոնց ախտաջանաչումը մեր հաջորդ հանդիպումին հարցումներուն մեջ են պիտի գտնենք առնենք մեր տատարը
Շատ բարի սիրելիներ, անոնք որոնք մեզի նոր միացան, բարձաբես հիշեցում մնե որ գնեմ, հայր հովագիմն է որ մեր օրվան հյուրն է եւ գխոսի եկեղեցի ներգա ընկերության մեջ։ Հայ սուրբը ներգայացուց եկեղեցի հասկացողությունը, եկեղեցվո առաքելությունը, ինչու ոմանք եկեղեցի են հերույ են, գամ գերանան եւ այս խնդիրը միայն նոր սերունդին առնչված է։ Շարունակելով այսօր մեր հարցազրույցը եւ գամ քննարկումը։ Կանք երդասարտներուն։ Ինչու զգալի թիվով երդասարտներ հերու գզկան գամ գմնան եկեղեցի են։ Իրենց անոնց ուզածը ինչ է եւ գամ փնդրածը ինչ է։ Երբ որ ախտաջանաչումը պիտի փորձենք կատարել կամ պիտի փորձենք վերլուծել ինչու երդասարտները հերու գմնան կամ գուզեն հերու մնալ կամ պայմանների բերումով հերու են մեկ եւ հստակ պատասխանը չի գա բնականաբար ամեն մեկս գարձիկ մը գրնա ունենալ ամեն մեկս վերլուծում մը գրնա ունենալ վերլուծում մը կատարել քու միտքեց անցածը գրնար իմ միտքես անցած չլա կամ փոխադարձաբար բայց կարևորությամբ պետք է նկատի առնենք մի քանի բաներ մի քանի գեդեր որոնք մեկը մույսին օղակված են, մեկը մույսին առնչված են։ Ամեն բանի սկիզբը դան դաստիարակությունն է։ Դունին մեջ ինչ ցևով որ գտաստիարակվի զավակը, մանուկը, բզդիկը, բադանիմը, երդասարտը, այդ նույն դաստիարակությամբ է որ գմեծնա եւ այդ նույն դաստիարակությամբ է որ գկորձե իր կյանքի մեջ։ Քիչ առաջ կսենք, որ այդ դաստիարակությունը շատ լավ գրնա չաստել, բայց դեր մի որ հունդը ցանվի, այդ հունդը բդուղ գուդա։ Միշտ ալպացարություններ կան, ամեն ինչի մեջ ալպացարություններ կան, բայց բդուղը սկիզբեն դան մեջ է որ պիտի ցանվի։ Եթե այդ ընտանիքի անդամները, հայրն ու մայրը եկեղեցասեր են եւ եկեղեցվո մոդ են եւ մնայուն ներգայություն են եկեղեցի են ներս իրենց զավակներուն նույնպես պիտի դաստիարակենք նույնպես պիտի դաստիարակեն շատ բնական է անտիլիաս ամեն գիրագի կտեսնենք ամեն գիրագի եկեղեցի հաջախող ընտանիքներ կան ընտանիքներ իրենց բզդիկներով իրենց զավակներով երբեմն իրենց մեկ զավակը գիրանորյա տնելով երկրորդ զավակը իրենց այդ եկեղեցի մտցնելով եւ գսպասեն մինչեւ բادرակի ավարդ հետեւաբար դան դաստիարակությունը որ գսենք սա լուրջ հիմնական հարց մնե որ այս երդասարտության մեջ եկեղեցիեն հերու լալու կամ հերու մնալու երևույթին ախտաջանաչումը հոնգե է որ պետք է սկսենք երկրորդ օդար դբրոցներու հաջախումն է երբ որ մեր ծնողները իրենց զավակները օդար դբրոց կտնեն ինչ պատճառներով արդեն թելմը գդրվեցավ հայկականութեն է միան հայ եկեղեցի չէ այս բարակային հայկականութենեն թելմը գդրվեցավ օգադար եկեղեցի հաջախելով այդ բզդիգը օդար դբրոցի մեջ պիտի սորվի դբրոցի մեջ ընկերներ պիտի ունենա օդար Գամած որ դարիները գհարաչանան, իրենք կմեծնան, օդարներուն աստեցությունը ավելի զորավոր է մեր վրա, որովհետև մենք որպես փոքր ազգ կամ երկրի մեջ ուր փոքրամասնություն ենք, օդարներուն աստեցությունը ուզենք կամ չուզենք ավելի զորեղ պիտի լա, եւ երբ որ մեծնան, պիտի սկսին այլևս իրենց լեզվամտածողությունը արաբերենով լա կամ օդար լեզվով լա ոչ միան արաբերեն, բայց քանի լիբանանի մեջ կաբրինք արաբերեն գսեմ, իրենց շրջանակը, շրջաբադը ընկերային արաբերենով պիտի լա, արաբ դեղեր պիտի լա, եւ ինչու՞ չէ նաեւ հայ եկեղեցի են, արաբ եկեղեցի պիտի սկսին հաջախել։ Եկեղեցին եկեղեցի է, ադորնույթը չենք, նույթը չէ որ գարձարձենք։ Մեր հայ եկեղեցու մասին է որ խոսենք։ Հայ ուրիշ պատճառ հայ դբրոցի գրտությունը օդար դբրոց հաջախել է իր գարկին սակայն հայ դբրոց հաջախող աշակերտի գրտությունն ալ գաստ է
Դժբախտաբար մեր մադին յետևը չէ որ պիտի բահվդինք եւ բեք չէ բահվդինք մենք գիտենք ինչ իրավիճակ կդիրե մեր ասկային վարժարանները ներս գրոնական դաստիարակության առումով նաեւ այդ մեկն է որ շատ գազտ է մեր երդասարտներուն եկեղեցի հաճախելու մեջ եկեղեցվո կողմէ ուրիշ պատճառը եկեղեցվո կողմէ նաեւ ամեն ինչ գիտեք որպես եկեղեցականներ ուրիշին վրա նետելու բան չնենք նաեւ հարցը կգայանա եկեղեցին մեջ եկեղեցին ինքն է որ շատ հաճախ անդարբեր կամ թույլ վերապերմունք ցուցաբերած է երդասարտներուն նկատմամբ միան երդասարտներուն չէ նաեւ մանուկներու դաստիարակության նկատմամբ որովհետեւ քիչ առաջ մեկը մույսը կամ փոխչացնե մեկը մույսը գողագե դաստիարակությունը դունեն կսկսի դբրոցով կշարունակվի եւ եկեղեցին ալ իր գարքին այսպես գոչված գուկա ամփոխացնելու այդ հոգեվոր դաստիարակությունը քրիստոնեական գրոնական դաստիարակության չամփումի աշխատանքի մեջ օգտակար կհանդիսանա եւ ամփոխացնե գլրացնե այդ հոգեվոր սնունդը հոգեվոր դաստիարակությունը հետեւաբար եկեղեցին ալ իր դերակատարությունը ունի եկեղեցին ալ թույլ գտնված է երբեմն անդարբեր կամ անպատասխանատու գտնված է իր զրակիրներու մշակման աշխատանքի մեջ հոգեվոր դաստիարակություն կամ քրիստոնեական դաստիարակելու չամփելու մեր գրծեր սերունդին եւ երդասարդ սերունդին ինչ պատճառներով եւ վերջապես օդարամուսնություններն ալ այլաբես շարունակությունն է օդար դբրոց հաջախումին երբ որ օդարամուսնություն գլա դունին մեջ օդար լեզու պիտի սկսի խոսվել օդար դերևս օդար դբրոց դերևս հայկական դբրոց բայց նաև օդար եկեղեցի այս գիրագի բաբային եկեղեցին երտանք կալ գիրագի մամային եկեղեցին երտանք հետևաբար այս բոլորը դան դաստիարակություն օդար դբրոց հաջախում դբրոցի գրտություն հայկական դբրոցի գրտություն եկեղեցվո անդարբեր կամ թույլ մոդեցում վերապերմունք եւ օդար ամուսությունները բոլորը որ մեր աչքի բաստարին արչեւ գտնենք արդեն շատ բան գսե թե ինչու երդասարդ սերունդին մոտ այսօր երևույթ մգա եկեղեցիեն հերանալուն կամ գյանքի պայմաններու բերումով եկեղեցիեն հերու մնալու այսօրվան երդասարտը քիչ առաջ ակնարկություն մերի երկրորդ կամ երրորդ հարցումին մեջ այսօր երդասարտը հոգևոր սնունդի բագաս ունի բոլորս երդասարտ ենք երդասարտ ընկերներ ունենք մեր զավակները երդասարտ են գլսենք գտեսնենք հոգևոր սնունդի բագասը ինչպես ներողություն հետևյալ ձևով ասեմ ինչպես որ թրամի բագասը նյութականի բագասը մարդս կմեղա ամեն ինչ ունելու նույնպես ալ հոգևոր սնունդի բագասը հոգևոր առումով կմղե ամեն տեսակ դուրս առնելու ուր որ հոգևոր սնունդ կդավ մեկը պիտի գախվի ժողովրդային արածը ինչ կսե ձովուն մեջ խեղդվողը օծինալ կպատտվի օծեն կգախվի հետևաբար հոգևոր սնունդի բագաս ունեցողը երբ որ հայ եկեղեցու մեջ այդ հոգևոր սնունդը պետք եղած ծևով չի տեսներ չի լսեր չառներ ստիպված պիտի լա ինքը փնդրելու այդ հոգևոր սնունդը հոն ուր որ գա եւ գերտա երդասարտը թուր գբդդի ուր հոգևոր սնունդ գա ասելով եւ արդեն մնացած բացմուճան այսպես կոչված բացմուճան մնացածը գիտենք թե ով ուր է ինչու գերտան ինչ պատճառներով գերտան եւ այլն բայց հիմնականը հոգևոր սնունդի բագասեն է որ գսկսին երբ որ հոգևոր սնունդին եկեղեցին կարևորություն դա գազմագերբված աշխատանք տանի այդ երդասարտը ինքնաբերաբար եկեղեցվո կյանքին մեջ ներկայություն պիտի ելնա բաղմը երևակայենք որ մեր եկեղեցվո կյանքին մեջ ամեն ինչ վարտակույն է շատ լավ է ծրագիրներ մշակված են
երդասարտական հadoop ծրագիրներ ունենք, բադանեգան հadoop ծրագիրներ ունենք, մանգագմանուներուն հadoop քրիստոնեական դաստիարակության ծրագիրներ ունենք եւ այս բոլոր դարիներու վրա մանուկը գմեցնա բադանի գլա երդասարտ գլա եւ քրիստոնեական դաստիարակությունը չամփված է եւ հոգեվոր սնունդը պետք եղած ձևով դրված է իրեն եւ իր մեջ արմատացած է մեր եկեղեցու վիճակը ինչ պիտի լա ինչ հարուստ հոգեբարար չէ բայց հոգեվոր զգացումներով լեցուն եկեղեցական կյանք մը պիտի ունենանք կյանքը որ ժողովուրդով է որովհետև ժողովուրդն է եկեղեցին կյանքը երուն հոգեվոր կյանքով որ իր երդասարտությամբ է եկեղեցին երդասարտությամբ է այդ պարակային երդասարտը եկեղեցին ալգուկա հետը իր ընկերներն ալգպերը իր օդար ընկերներն ալգպերը նույնիսկ անգախ լեզվի դարբերությունները բայց երուն հոգեվոր լեցուն կյանքն է որ ունեցած կլանք եթե ճիշտ ձևով հոգեվոր սնունդ մատակարարենք երդասարտին եւ այս բոլորեն բացի այս բոլորեն յետք երդասարտը պիտի ներքրավի եկեղեցու կյանքի մեջ մենք պիտի չեմ ուզեր մենք պիտի երտանք իրենք պիտի կան այդ ձևով չէ որ գուզեմ բայց որովհետեւ այսօր այնպիսի պայմաններու մեջ ենք որ մենք ստիպված ենք եկեղեցին դանելու ժողովրդին եկեղեցին դանելու երդասարտին ադոր համար է որ գսեմ երբ որ այս բոլոր ծրագիրները իրականացվին մենք երթալու կամ իրենք գալու խնդիր պիտի չստեղծվի մեկ ամբողջություն պիտի ելանք մեկ եկեղեցու մեջ մեկ գլուխի դակ Քրիստոսով եւ երդասարտին թերագադարություն է որ պիտի դրվի եկեղեցու մեջ այս բարակային եթե ոչ անմիջական եկեղեցու սուրբ սեղանին վրա նաեւ վարչական գրասենյակային կյանքի մեջ որովհետեւ եկեղեցին միայն եկեղեցական գարույցին շենքին մեջ եղած եկեղեցական արարողությունները չեն եկեղեցին նաև ունի իր վարչական բարդականությունները իր մարմինները իր գարույցները ասկային գարույցները հաստատությունները եւ այդ բոլորը երդասարտներով եթե լեցվին ճիշտ աստիարակության միջոցով այլևս մենք պետք չենք ունենալ ոչ եկեղեցին երթալու իրենց ոչ իրենք գալու եկեղեցի որովհետեւ մեկ ամբողջություն է որ պիտի ըլլա նաև վերջին մտածում մնալ երդասարտները ինչու հերու կմնան չէ որ ասինք երկրորդ հարցումին մեջ որ տասականութեն է հերու գուզենլալ պաշտոնականութեն է հերու գուզենլալ լրջութեն է հերու գուզենլալ նաև շատ հավանաբար որովհետև տասական է եկեղեցին մեջ եկեղեցու կյանքը տասական է իրենք արդի կորձիկներու նվակարաններու գարիկը գսկան հավանաբար որոշ ճշմարտություն մը գա որ դերևս գիտար գուզեն ջազ գուզեն դրամս գուզեն լսել եւ այդ ծևով է որ գպապակին իրենց հոգեվոր զգացումները երկերու ջամփով վերջին հաշվով մասնակցություն է այո եւ ակնարկեցինք որ մեր եկեղեցին ուրիշ ծև է ավելի հետևող է եւ այլն այս քանիմը հիմնական պատճառներն են որ գրնա երդասարտը հերու բահել եկեղեցին շատ բարի այսօր արդյոք եկեղեցին առանց գործընծնելու իր թիմակիցը երիտասարդության ուզածին ընթացք գրնադալ կամ գուդա այսինքն ինչ բան պետք է փոխի եկեղեցին կամ պետք է փոխվի եկեղեցու մեջ անշուշտ եթե պետք է որբեսի եթե կարելի է այսպես ասել ավելի քրավիչ եւ հոգեհարազատ լա երիտասարդներուն համար եկեղեցին գրնա փոխել ինչ արումով եկեղեցին իր ձեսը չի գնար փոխել եկեղեցին իր ավանդությունները չի գնար փոխել բնականաբար եկեղեցին իր սրբություններեն չի գնար հրաժարել իր տասական ծևենալ դուրս չի գնար ելնել բայց շատ հավանաբար գրնա այլ միջոցներով
երդասարտներուն հոգևոր սնունդի մատակարարում դալ հավանաբար չէ վստահաբար գրնադալ խնդիրը կգայանա գազմագերբելուն մեջ եթե երդասարտը ջազով գիտարով դրամզով գուզե զաստված պարապանել ոչ թե ջազով գիտարով զաստված պարապանելու համար բարձրապես որովհետև այդ ծևը ավելի քաշողականություն ունի ավելի հետաքրքրական է եւ մասնակցություն կա իր կողմէ երկելով երկի միջոցով աստվածաշունչ ավետարան գարտալու միջոցով ընթերցելու միջոցով եւ եկեղեցին այո գրնա առանց իր դիմակիցը փոխելու ցերնարգել այլ միջոցներ որբեսի այս հարցին լուծումը միանգամ միշտ չէ բայց աստիճանաբար գամած հանգրվանային գերբով փոխել եւ մինչեւ հիմա եթե դասնյակ դարիներու բաժարով եւ արդյունքով եթե հոս ասած ենք մեր ուզած դեղը գրնա նաեւ դասնյակ դարինել դեվել մինչեւ որ հասնենք հերթապար աստիճանաբար հանգրվանային գերբով եւ սակայն ասիգա մեգորեն մույսը առնվելիք որոշումը չէ անշուշտ այս մեկը վեհապար հայրաբեդի գլխավորությամբ եպիսկոպոսատ ժողովի հավանաբար եպիսկոպոսատ ժողովի քումարումով կամ դեղական պայմաններով առաջնորդարանի հովանիին դակ կրոնական ժողովով անշուշտ գազմագերբե գտելատրե եւ գենտատրեմ որ ցևը գա գգարձեմ ցևը գա եւ վստահ եմ որ ցևը գա գամքն է որ չգա մենք գամքը գուզենք գամքը պետք ունենք պատրաստակամությունը պետք ունենք մարտուժը պետք ունենք որբեսի գազմագերբենք երդասարտին քով երտալու երդասարտին հետ ըլլալու երդասարտը մեր քով բերելու եւ մենք միասնապար ըլլալու միասին շատ բարի հայ սուրբ վերջին հարցումը եկեղեցին ինչ թերագադարություն պետք է ունենա այսօր ընկերության կյանքի մեջ կամ հարցումը դարբեր ցևով ուզենք դնել ինչպես գրնա եկեղեցին ավելի ներկայություն դառնալ մեր ժողովրդի առօրյա կյանքի մեջ քիչ առաջվա ցևերեն բացի որ միտքս բարձրացանեցի ադգե բացի այսօրվան ընկերությունը գաբրի ասոր միջոցով հերացանի միջոցով սելֆոններու միջոցով եւ եկեղեցին բարդավոր է ժողովրդին հետ քայլ բահելու ժամանակին հետ քայլ բահելու ժողովրդին հասանելի ցևով ժողովրդին հասկանալի ցևով եւ ուստի այդ հասանելի ցևը եւ հասկանալի ցևը ընկերային ցանցերն են social media-ն է այսօր եթե այսօր շատ թյուրին է այսօրվա աշխարհի մեջ շատ թյուրին է գաղափարախոսություն գազմել սերուլերի միջոցով social media-ի միջոցով շատ թյուրին է մտքի լվացումն էլ brainwash-ն էլ սերուլերին միջոցով շատ թյուրին է ամեն բան անել հերացանի միջոցով հետեւաբար եկեղեցին ալ բարդի երդասարտին հասնելու միակ ցևը պիտի չսեմ բայց ամենեն ազդու ցևը երդասարտին հասնելու այսօր հերացանն է social media-ն է ընկերային ցանցերն են եկեղեցին իր ամեն գարելին պետք է իգործ տնե երդասարտին հասնելու social media-ի ջամփով եւ այլապես բայց մանավանդ social media-ի ջամփով որովհետեւ ուզենք կամ չուզենք մենք ընդունենք կամ չընդունենք այդ է աշխարհը եթե ոչ ուրիշ ջամփաներով գրնանք հասնել ով որ գսե թող երթա թող հասնի դեսնեմ ինչ արտի ցևեր կան մենք պետք է եւ բարդավոր ենք որտեքրելու միմիայն երդասարտին հասնելու համար մեր ժողովրդին հասնելու համար մեր բադանիներուն մասին չէ խոսքերնից բադանիները արդեն ուրիշ ծրագիրներ կան
լա գիրանորիայի ծրագիրները, լա դարբեր դպրոցներու մեջ քրիստոնեական գրթություն ճամփվելու ծրագիրները, բայց արդեն այսօր բադանիներն ալսեք հերացայինի մեջն բոլորը մանուկներեն մինչև մեծ մինչև դարեց բոլորին ցերկը այս social media-ն գա հերացայինը գա եւ մենք ամեն քնով բարդավոր ենք հասնելու որբեսի իդ մեր ժողովուրդը գարենանք իմի համախմբել եկեղեցվո հովանիին դակ Քրիստոս ունենալով որբես գլուխ եկեղեցվո մարմնի անդամները իդ համախմբենք որբեսի այդ եկեղեցին իր գլուխով Քրիստոսով մեկ ամբողջությունը լա մեկ հոգիով մեկ հավատքով Հիմա մեկ անգամ միտքը սպամ եկավ հարցում եկավ հայ սուրբ այն ալսենք համեմատություն անելով ասկե մոդավորապես 50 տարի առաջ եւ հիմա եկեղեցին բնականաբար դերևս գրնան գալ հաստատել որ մեծ հարաճ խաղաց կարծանակրած է որքանալ դժվարություններ կան որքանալ արկելքներ ինչ գետնի վրա մեջ հարաճ խաղաց կարծանակրած իր կորձունեության իր աշխատանքին մեջ ասենք կգարձեմ որ նախաբես այս բոլորը չգային եւ հիմա եկեղեցին ամեն ցևով այդ քայլերը կփորձի առնել գառնե այլ խոսքով այդ համեմատությունը այսօրվան մեր ցանկի մեջ կգարձեմ որ ուրախալի երևույթ է չէ անշուշտ ովևէ մեկ կազմակերպության ընկերության բարակային եւ մանավանդ եկեղեցվո բարակային երբ անցյալը բախտadենք ներգային հետ բարեբախտաբար դրական երևույթ է որ միշտ ներգան անցյալեն լավ եղած է ներգան անցյալեն լավ եղած է գամ բարականեր որոնք պայմաններով բերումով անցյալը լավ եղած է բայց ընդհանուր առմամբ ներգան ավելի լավ է այն առումով որ եկեղեցին շատ ավելի թյուրին գրնա հասնել իր ժողովրդին ծևերը եւ պայմանները շատ ավելի են հոգեվոր սնունդ մատակարարելու եկեղեցի ժողովուրդ հարաբերությունները ավելի զարգացնելու ավելի մշակելու ավելի ծրագիրներ գազմագերբելու հետեւաբար ոսկե 50 տարի առաջ դիտենք եթե 50 տարի առաջվա բես պիտի մտա 50 տարիին մեջ ասենք ներողություն 50 տարի հետև երթանք եւ այդ օրվան մեջ վերլուծենք այդ օրը արդեն շատ լավ էր ճիշտ բայց 50 տարի յետք որ ահա ասիկ մենք այսօրվան պայմաններում մեջ կապրինք վստահաբար այսօրվան պայմանները շատ ավելի առավելություններ ունին շատ ավելի ցերնդու է եւ ըսադիսպես հոգեվոր սնունդ մատակարարելու քրիստոնեական դաստիարակություն ճամփելու մեր հոգեվոր եւ ազգային արժեքները բահբանելու ադորտ իմաց նաեւ գործընծնելն ագա բահբանելու առումով շատ ցերնդու է այսօրվան մեր ապրած աշխարհը հետեւաբար մեր ցկդումը դեպի լավակույնի միտք է անշուշտ բնականաբար մենք միշտ գցկդինք լավեն լավակույնին երթալ ասիկա արդեն լոզունգի պես բան է եղած է ցկդիլ լավեն լավակույնին երթալ եւ դա աստված միշտ աստուծո առաջնորդությամբ աստուծո կամքով Քրիստոսի դված օգնականությամբ եւ զորությամբ եւ հավատքով մենք մեզի վստահված հոդը ժողովրդին հոդը Քրիստոսի ժողովուրդը պետք եղած չափով մեր գարելիության սահմաններեն ներս պիտի փորձենք հասնել իրենց պիտի փորձենք իրենց հոգեվոր սնունդ մատակարարել եւ բավարարություն տալ Շնորհակալություն այս սուրբ վարձկենիդ կդար աստված ձեր հավատքին եւ գոչումի մեջ հաստատ բահե ամեն Փագել է առաջ մեր հայդակիրը սիրելիներ միասնապար ագանչալուրը լանք Դավիթ Մարգարեին գողմե սաղմոսներեն հատվածը Ողորմե ինձի ով աստված մարդիկ ցանկիս գսպարնան անոնք որոնք ինձի թեմ գբադերազմին գնեղեն զիս ամեն օր Տշնամիներս զիս օրնիփուն ոտնագող կնեն շատեր ինձի թեմ բادرազմ գմղեն ամփարդավան գերբով բայց վդանկի ժամանակ ես քեզի կվստահիմ Զաստված գործներ կեմ իր խոսքին համար Աստուծո կվստահիմ եւ ալ չեմ վախնար Մարդ արարածը ինչ կրնա անել ինձի Անոնք ամեն օր իմ խոսքերս գայլապոխեն եւ գխորհին թե ինչ ճարիք կրնան հասցնել ինձի
Ինձի թեմ թավ գնյութեն, թարան գմտնեն, և կայլերուս կհետևին զիսը սպաննելու արիտի սպասելով։ Այսքան անիրավություն անբադիժ բիդի մնա ով ասված, փարգությամբը ձանոնք կետնին հավասարայցուցիր, կիդես հաշիվը տապարումներուս, կիդես քանագը տապած արցունքիս, չէ որ ասունք արցանակրված են կրկիտ մեջ, այն օրը որ ես օգնության կգանչեմ քեզ, թշնամիներս նահանջի պիտի թիմեն, որովհետև հաստատ գիտեմ, թե տուն հետս ես, ով ասված, զասված գործներ կեմ իր խոսքին համար, դերը գործներ կեմ իր խոսքին համար, աստուծո կվստահիմ և ալ չեմ վախնար, մարդիկ ինչ կրնան ընել ինձի, պիտի գադարեմ քեզի ըրած իմ ուխտերս, ով ասված, երախտագիտության իմ զոհերս պիտի ընձայեմ քեզի, որովհետև զիս մահվնեն փրկեցիր, ոտքերս սայտակում է հերու բայեցիր, որբեսի ես աստուծույթ ներգայության մեջ ապրիմ, այն լույսով, որ կյանք կուտա, ամեն։ Հաջելի ունգընտրություն և բարի գիշեր։